Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի ամուսնությունը։ Facebook-ի իր էջում հայտարարել է հենց Աննա Հակոբյանը և նշել, որ լքում է կառավարական առանձնատունը։ Երևի արդեն լքել է, քանի որ տեսանյութում նա որպես այդ օրվա ամսաթիվ նշում է փետրվարի 25-ը։ Հեռանալուց առաջ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենը անհրաժեշտ է համարել մի քանի կետի մասին տեղեկացնել հանրությանը։ Փաստ առաջին ես տուն չունեմ, այն տունը, որ վարկով գնվել է դեռ շենքը կառուցման ճանապարհին է, հետևաբար ես տեղափոխվում եմ վարձակալած բնակարան։ Իմ քարտի ընկագումար «Իմ քայլը» հիմնադրամի աշխատավարձից եւ եկամտային հարկի վերադարձից կուտակված գումար, դա հիշում եմ, որովհետեւ ամեն անգամ բացելիս երևում է 5 միլիոն դրամ։ Կարծում եմ ինձ բավարար է ապրելու համար։ Ես չունեմ մեքենա, բնականաբար ես չեմ ունենա պետական պահպանություն, այնպես որ եթե Երևանի փողոցներում ինձ տեսնեք միայնակ քայլելիս, խնդրում եմ չզարմանաք եւ խնդրում եմ նաեւ չվիրավորեք, որովհետեւ անցած մոտ 8 տարվա ընթացքում եւ զբաղարար չափով վիրավորան։ Աննա Հակոբյանը նաև հայտնել է, որ ցանկություն ունի շարունակել աշխատել որպես «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, որովհետև իր խոսքով դա վարձու աշխատանք է, ինչն իրեն շատ է պետք։ Դատելով երեկվա հակակոռուպցիոն կոմիտեի եւ լրագրողի միջև տեղի ունեցած հարցը պատասխանից չի բացառվում, որ ես քրեական պատասխանության ենթարկվեմ որպես «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն։ Այնուհետև Աննա Հակոբյանը ցուցադրել է իր զարդերն ու այլ արարողակարգային նվերներ, նշելով, որ դրանք հանձնում է պետությանը։ Կառավարական ամառանոցին հրաժեշտի տեսանյութի ավարտին նաև վստահեցրել է, որ երևացող տուփերի մեջ միայն իր անձնական իրերն են։ Չուշացավ Փաշինյանի գրառումն այս թեմայով, որը ներողություն խնդրեց նախկին քաղաքացիական կնոջից նրան դառնություն պատճառելու համար։